մենք սիրում ենք ձեզ։ Եթե դու սիրում ես մեր ժողովրդին, ուրեմն ռադդ քաշի։ Մի քիչ փոքր չափսերի դուբա ենք սարքելու։ Հայրենիքը, որը մենք փնտրում ենք, գտնված է իդեմս Հայաստանի Հանրապետության։ Այսօր լeder անդունդի եզրին եք։ Քարոզարշավի 24-րդ օրը վարչապետ Փաշինյանը Քանաքեռ Զեյթուն գնաց եւ ասաց, թե որտեղից ու ոնց։ Մենք անցել ենք դժոխքի միջով։ Փաշինյանն այստեղ ծանր ժամանակներ է հիշեց, գլխարկ հանեց, գլուխ խոնարեց ու շնորհակալություն ասաց ինքնիշխանության դիրքից չսասանվածներին։ Մենք այլևս ապրում ենք խաղաղության խաչմերուկում։ Վարչապետն այս անգամ չարեց այն, ինչ անում էր համարյա ամեն քարոզարշավի օր։ Գրեթե չհիշեց մրցակիցներին։ Հիմնականում խաղաղությունից խոսեց, թրիփը անվտանգության երաշխիք համարեց, վերև նայեց ու հայտարարեց. Հայաստանի Հանրապետությունը, ես ձեզ պատասխանատու ասում եմ, ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն։ Ավանդական դարձած մյուս գործերն անփոփոխ էին։ Ստացավ նվեր, այս անգամ թութ, անվանական շապիկ եւ հյուրասիրություն դրսում եւ ներսում։ Մնացածն էլի նույնն էր՝ սելֆիներ, գրկախառնություններ, հազար ու մի հարցով մոտեցումներ եւ հարցեր մեծական, բայց փոքրերից։ Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայած են եղել եւ 91 թվականին տենց օր եք եղել։ Փաշինյանին հեռացնելու հարցն էր բարձրացնում Քոչարյանն Ազատության հրապարակում։ Այս իշխանությունը միայն բերում է մահեր եւ տառապանքներ։ Արցախի կորստից մինչև կովիդի դեմ պայքարի տապալում նա մեղադրեց իշխանությանն ու իր լուծումն առաջարկեց։ Չկա Նիկոլը Պաշտոնում, չկա պրոբլեմներ Հայաստանում։ Վարչապետի աթոռի համար տնային կալանքից պայքարող Սամվել Կարապետյանը պարզվեց իշխանություն չէ, որ ուզում է։ Որ ինձ իշխանություն պետք չի։ Ինձ հնարավորություն է պետք օգնեմ մեր ժողովրդին։ Շիրակում արդեն Կարապետյան կրտսերը խոստանում էր տնտեսություն զարգացնել ու խոպանի հարցը փակել։ Շիրակի մարզի տղամարդիկ պետք է գործ ունենան, որ խոպան չգնան։ Հարևան մարզում Վանաձորում էր մեկ այլ միլիարդատեր գործարար Ծառուկյանը, ասաց մի օրում կլուծի ԵԱՏՄ-ում առաջացող խնդիրները։ Հնարավորություն տվեք ինձ։ Մի օրում որոշումը կայաց, մի օրում լուծենք։ Սաղ կարգավորենք եղբայրություն, աղբերություն, կանաչ ճանապարհ։ Քաղցր խոստումներով քարոզարշավի վերջին կիրակին էր սա, 24-րդ օրը, մնաց 5 օր եւ կքաղեն պտուղները նրանք։